Հայաստանյան ներքաղաքական կյանքում բավական հետաքրքիր իրավիճակ է, մենք տեսնում ենք, որ դիմադիր թևում երկրորդ նախագահի կողմնակիցները շարունակաբար թիրախավորում են երրորդ նախագահին եւ հանրապետական կուսակցությանը, հասարակությանը մատուցելով այն կեղծ եւ ըստ էության իշխանական թեզը, որ իշխանությունը 2018 թվականին իբրև թե հանձնվել է Նիկոլ Փաշինյանին։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ Հանրապետական կուսակցության երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանի հետ։ Պարոն Դանիելյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Շարունակաբար մենք տեսնում ենք քարոզչական գրոհներ եւ ընդ որում պետք է ֆիքսել, որ այդ կողմը ըստ էության չի պահում բանավեճի մշակույթը եւ շատ դեպքերում նաեւ անձնական վիրավորանքներ ենք մենք տեսնում, հա։ Ինչ է կատարվում ըստ ձեզ, ինչից սկսվեց այս ամենը։ Բարև ձեզ, պարոն Ֆիդանյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Տեսեք, նախ քաղաքական խոսույթի մասով, եթե քո խոսույթը սննք է, այն համեմվում է նաեւ վիրավորանքներով, որպեսզի տակը կարողանաս ինչ-որ բան լցնել, հա, այսինքն կոնտենտ կարողանաս ձևավորել ինչ-որ, որովհետեւ ըստ էության որևէ բան չես ասում եւ քո ասածը նմանվում է ինչ-որ բամբասանքների մակարդակի քննարկումներ, որովհետեւ դու ասում ես ինչ-որ օթում կախված լուրերին համապատասխան կարծիքներ, որը չունի որևէ հիմնավորում եւ փաստարկված չի, բայց մեր արձագանքները բոլոր մեղադրանքներին լինում են շատ հստակ եւ լինում են շատ բովանդակային բացատրությամբ, հա, թե ըստ էության քաղաքական։ Այո, մենք ինչի մասին ենք խոսում, այսինքն մենք չենք մտնում այդ պոլեմիկայի մեջ, չենք իջնում այն մարդկանց մակարդակին, ովքեր որ սուտ եւ կեղծիք են տարածում եւ վատ բառապաշարով այդ Telegram-ն կեղծ ալիքները, որոնց մասին մենք գիտենք եւ գիտենք նաեւ ովքեր են օգտագործում այդ Թևանյան Անդուա զանգվածը, որ կեղտոտ բառապաշարով քաղաքականության հետ կապ չունեցող քննադատություններ իրականացնում եւ քննարկումները քաղաքական ձեր նշած այդ բանավեճի կանոններից դուրս են բացարձակապես։ Տեսեք, նրանք ինչ են, ըստ էության ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում, հա։ Նախ կա ինչ-որ կեղծ թեզ, որ մենք հանրապետականներս իդեմս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միաձուլված ենք եղել Հայաստան դաշինքի կամ Ռոբերտ Քոչարյանի երկրորդ նախագահի թիմի հետ, հա։ Դա կեղծ պնդում է, կեղծ թեզ, այդպիսի բան չի եղել։ Եթե նրանք ինտերպրետացիա են անում մեր միասնական պայքարի որոշ դրվագներ, մենք ունեցել ենք համաձայնություն որոշ գործընթացներում միասնական քայլեր ձեռնարկելու եւ հանրապետականը չի այն ուժը, ով այդ որոշ կետերի համաձայնությունը խախտել են այն մարդիկ, իդեմս պարոն Բագրատ Միկոյանի, ով հանդիսանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը, ով 5-րդ ալիքի եթերում բարձրաձայնեց այն թեզերը, որոնք գեներացվել են երկար տարիներ այդ կեղծ օկտատերերի կամ այն մարդկանց միջոցով, ում նրանք ասում են, որ մենք նրանց հետ կապ չունենք։ Հիմա արդարացի հարց է առաջանում, չէ՞։ Ինչու միասնական քայլերի ընթացքում այդ բաների մասին, խնդիրների մասին չեք բարձրաձայնել, եթե դրանք եղել են։ Ինչու չեք ներկայացրել հանրության այն խնդիրները, որի մասին որ դուք այսօր խոսում եք։ Ծանր մեղադրանքներ եք առաջ քաշել, հիմա որոշ անդրադարձերից հետո ասում եք ոչ թե դուք եք Նիկոլ Փաշինյանի վրա, այլ ձեր կառավարման տարիների կառավարման ձախողումների պատճառով է Նիկոլ Փաշինյանը եկել։ Տեսեք, երկու ուղղության եմ ուզում բաժանեմ իմ այսօրվա պնդումները։ Առաջի հատվածը կայանում է այն զավեշտալի իրականության մեջ, որ մեզ Նիկոլին բերելու մեջ մեղադրում են այն մարդիկ, ովքեր որ Նիկոլին բերել են, իդեմս Թևանյան Անդրանիկի, իդեմս երիտասարդների, Մանուել անունով եւ այլ մարդկանց, ովքեր որ 2018 թվականին ոչ միայն հրապարակում կանգնած են եղել, քաղաքական հայտարարություններ են արել եւ աջակցել են Նիկոլ Փաշինյանին։ Մեզ մեղադրում են այս գործողությունների մեջ նաեւ տիկին Ագնես Ախամյանը, ով եթերի էր հրավիրում Աննա Հակոբյանին եւ էսա խնդիրը հասկանում եք։
հարցը առաջանում չէ, ոնց է ալնում, որ մեզ մեղադրող մարդիկ Բորիս Մուրազիից սկսած միջև մնացածը, հա, շատ մեծ հատված է իհարկե, շատ մեծ հատված է, որովհետև այն հատվածը, որոնք որ մեզ չեն մեղադրում, շատ չգիտես ինչու է տենց լինում, էլի, որ այն հատվածը, որոնք մեզ չեն մեղադրում կամ այս խոսույթի մեջ իրենք չկան, իրենք չեն մասնակցել 18 թվի։ Մեզ կարծես պաշտպանողական ռեֆլեքսով մեղադրում են այն մարդիկ, ովքեր որ 2018 թվականին այս կամ այն ձևաչափով մասնակցություն են ունեցել։ Հիմա հարց. Թևանյան Անդրանիկը եւ Բորիս Մուրազին ինչ պատճառներով են աջակցել Նիկոլ Փաշինյանին, ինչպես մենք ունենանք վստահություն, որ նրանք այսօր ընդդիմադիր են, եւ մենք ինչ իմանանք, թե նրանք այսօր, ես իմ էջում նաեւ Թևանյան Անդրանիկի մասին մի գրառում եմ արել, նրա եւ Սամվել Բաբայանի համագործակցություն, թե ոնց է Թևանյան Անդրանիկը նրա մեջքի հետևից եկել եւ գումարներ ուզել արդեն Սամվել Բաբայանի դեմ հոդվածներ գրելու համար կեղծանունով, մենք ինչ իմանանք, որ նրանք նույն բանը հիմա Նիկոլի հետ պայմանավորված չեն անում մեր հետ, հա? Թեկուզ նրանք հանդես են գալիս։ Այո։ Թեկուզ նրանք հանդես են գալի որպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ, ես ամեն դեպքում կասկածներ ունեմ նրանց առհասարակ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, հա, իրանց պատկերացումների, իրանց տեսլականի մասին, եւ ես համարում եմ, որ նրանց գործունեությունը պետքա դեռ շատ խորը ուսումնասիրության ենթարկի եւ մենք հասկանանք, թե Սորոսի գրասենյակից սնվող Անդրանիկ Թևանյանը կարող է այլ ազդեցության գործակալ է։ Հա, ես պետք է իմանամ դրա մասին, որովհետև եթե կա մարդ, ով այս կործանարար թեզերը շրջանառության մեջ է բերում, հա, եթե կա մարդ, որ իրանց Telegram-յան կանալները այսօր խոսում են, որ ուրեմն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Սաակաշվիլիին մեդալ է տվել եւ խոսում են հայ-ռուսական հարաբերությունների փլուզման մասին մեր իշխանությունները, ես ուզում եմ հիշեցնել, որ եւ ՀԱՊԿ, եւ ԵԱՏՄ-ն, եւ Իսկանդերը եղել են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքբերումները, հա? Ես ուզում եմ հիշեցնել, որ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում 78%-ից բարձր է եղել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ վստահությունը ժողովրդի շրջանակներում, իսկ այսօր 12%-ից ցածր է, հասկանում եք, այս մարդիկ խոսում են այդ կեղծ թեզերի մասին, սա կեղծ թեզեր են, որոնք մենք բացահայտում ենք։ Ներողություն, հենց Թևանյան Անդրանիկի շուրթերով էր հնչում այն կեղծ թեզը, թե իբրև թե Հայաստանում, այսպես ասած, հակառուսականության արմատները, հա, դրվել են նախկին իշխանության օրոք։ Ես կցանկանայի, որ դուք որպես երիտասարդական կառույցի ղեկավար, նաև մեծ կուսակցության անդամ, ներկայացնեք ավելի մանրամասն հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում ձեր պատկերացումները։ Շատ լավ, տեսեք, այս համատեքստում ես արդեն նշեցի, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում մենք ունեցել Իսկանդեր, մենք ունեցել 50,000 տոննա ռազմական օժանդակություն, ռազմական օժանդակությունը դա նշանակում է, որ մենք դրա համար չենք վճարել։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում մենք վերջի 2-3 տարվա ընթացքում ունեցել 400 եւ ավելի միլիոն դոլարի ռազմական պայմանագիր Ռուսաստանի Դաշնության հետ։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ մենք անդամակցել ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ի անդամ դարձել եւ այս թեզերը ամբողջությամբ կեղծ են Անդրանիկ Թևանյանին, նրանք ուղղակի փորձում են մեր վրա ցեղ շպրտելով հանրության շրջանակներում ինչ որ տոկոս իրանց համար բարձրացնել, բայց նրանց հետևում են մի քանի 100 մարդ, մենք տեսնում ենք նրանց երթերը կամ նրանց հետ աշխատող քաղաքացիներին, տեսեք, հատկանշական է շատ, որ պետք է իմանան մեր հայրենակիցները պետք է իմանան, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իդեմս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության իշխող կուսակցության, Միացյալ Ռուսաստանի, այսինքն Եդինայա Ռոսիա կուսակցության գործընկեր, հա, փաստաթղթավորված գործընկեր։ Ինչու չի հանդիսանում Թևանյան Անդրանիկի կամ այլ օրինակ Հայաստան Դաշինքը կամ այլ կուսակցություններ, հա, իրանց հետ աֆիլիացվող, ինչի չեն հանդիսանում Միացյալ Ռուսաստանի գործընկերներ, հա, այսինքն Թևանյան Անդրանիկը ուզում ասի, որ Ռուսաստանի Դաշնությունը տենց ձևի համար մեր հետ համագործակցություն է իրականացնում, որ ինչ անի էլի։ Եթե մենք տեսնում ենք, որ
իշխող կուսակցություն, իշխող հանրապետականը եղել է Ռուսաստանի Դաշնության իշխող կուսակցության գործընկերը, ընդդիմադիր հանրապետական կուսակցությունն է, իդեմս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւս հանդիսանում է Միացյալ Ռուսաստան կուսակցության անդամ եւ մենք ուղղակի զավեշտալի ենք համարում այդ պնդումները եւ դա ամենայն անկեղծությամբ եմ ասում, ուղղակի ծիծաղ են առաջացնում այն մարդկանց մոտ, ովքեր որ կոմպետենտ են այս քննարկման, տեսեք։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համագործակցում է Միացյալ Ռուսաստան կուսակցության հետ։ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ։ Իրանի պահպանողական կուսակցության Մոթալեֆե կուսակցության հետ, ով ամենախոշոր կուսակցությունն է Իրանի։ ԵԺԿ-ի հետ եւ Հնդկաստանի իշխող կուսակցության հետ։ Այսինքն բազմավեկտոր քաղաքականություն։ Այո, Սերժ Սարգսյանը վարել է եւ վարում է հայանպաստ զարգացումներով լեցուն քաղաքականություն։ Միգուցե դա չեն ընդունում։ Միգուցե իրենց պատկերացումները Հայաստանի մասով լրիվ այլ է։ Տեսեք, մենք շատ լավ եք ասում, որ միգուցե նրանք չեն ընդունում, միգուցե եւ չեն ընդունում։ Այս պատկերացումները, որ մենք պետքա ինչ որ ճամբարի հետ սերտացում ունեցած հատված ունենանք ինչ-որ, դա կեղծ թեզ է, նորից եմ ասում, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իդեմս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ունի իր քաղաքական գիծը եւ քայլերը իրականացնում է իր գաղափարների եւ իր քաղաքականության եւ Հայաստանի Հանրապետության եւ հայկական Արցախի ապագայի տեսլականի շուրջ։ Մենք չենք հանդես եկել երբևիցե ինչ որ միասնականության որպես քաղաքական միասնություն, հա, ինչ որ դաշինքի տեսքով եթե մենք միասնական լինեինք գաղափարական առումով ամբողջությամբ, մենք ընտրություններին կամ այլ հատվածներին, որոնք որ քաղաքական, հա, գործընթացներին են վերաբերում, մենք դաշինքներով հանդես կգայինք միասին։ Մենք միասնական ժողովներ կանենք կամ մենք հանրությանը կներկայացնենք, հա, որ մենք մի մարմին ենք, տարբեր կուսակցություններ ենք, բայց մի մարմին ենք։ Եվ այս կառավարման համակարգը, որը որ կա քաղաքական, այսինքն կուսակցությունների առումով հստակ ասում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը անկախ կուսակցություն է, Հայաստան դաշինքը առանձին դաշինք է, որը այսօր ըստ էության այլևս գոյություն չունի, որովհետև մի կուսակցություն է այդ դաշինքի, այլևս այդ դաշինքի մեջ չի, այսինքն կա հայ հեղափոխական դաշնակցություն որպես առանձին կուսակցություն եւ կան այլ մարդիկ, ովքեր որ հանդիսանում են ըստ էության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ կամ թիմակիցներ։ Ներողություն, մեկ հավելում իրականացնեմ, երբ որ տեսեք իրենք խոսում են տարանջատվելու, այսպես ասած, անհրաժեշտության մասին եւ առաջ են բերում այն կեղծ թեզը, թե իբր միաձուլում էր, հա, տեղի ունեցել, իմ մոտ այդտեղ համեմատական է անցկացվում գործող իշխանության կողմից, վարչախմբի կողմից ընդդիմության նկատմամբ այդ հակակառուցչությանը, երբ որ ասում են ռոբասերժականներ, հա, եւ կարծես թե համընկնում է նրանց քաղաքական կառուցչական թեզը ընդդեմ հանրապետականի եւ իշխանության կառուցչական թեզերը, որտեղ նույն իշխանությունն էր դիտում այս կողմին միաձուլված։ Տեսեք, շատ ցավով եմ մատնանշում այս իրականությունը, շատ մեծ ցավով, որովհետև չէի ուզի, որ սա իրականությունն է, բայց ցավոք սրտի սա իրականություն է եւ իրականությունը, որի մասին որ մենք պետք է խոսենք։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը մի մեծ գրառում էր կատարել, որի մեջ մի հատվածում գրել էր, որ Արմեն Սարգսյանը հանրապետական կուսակցության կողմից ընտրված որպես նախագահ եւ նաեւ մարդ, ով եկել էր Արցախի հանձնման գործընթացում որոշիչ եւ ճակատագրական դեր ունենալու համար, հա։ Ասում են ինչու ձեր օրոք դարձավ։ Այո, հիմա տեսեք, այն հարցին, որ ես տվել եմ, թե եթե դուք պնդում եք, մենք բազմիցս խոսել ենք նրա մասին, որ Արմեն Սարգսյանը շատ վատ է պաշտոնավորել, հա, խայտարակ ձևի է պաշտոնավորել, բայց հարցը դա չի։ Հարցն է, որ տեսեք, նրանք օգտագործում են Գեբելսյան քարոզչամեքենայի սխեման, գրում են մի քանի
տենց մոտիկ խելքին մոտիկ հարց եւ գրում են ինչ որ մի հատված, օրինակ այդ Արմեն Սարգսյանը ասում, որը բացարձակ սուտ է եւ չի համապատասխանում իրականության, առնվազն մեր մասով, հա, եթե անգամ այդպես ինքը միտում է ունեցել կամ ինչ որ նմանատիպ մոտեցումներ է ինքը ունեցել իր մեջ եւ ինչ որ մարդ կա որ դրա մասին գիտի, թող 2018 թվականին բարձրաձայն էին այդ բանը, իմ հարցին, թե եթե Արմեն Սարգսյանը բրիտանական ագենտ էր, ինչու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէր ասում դրա մասին 2018 թվականին, այլ հակառակը շնորհավորում էր եւ մաղթում էր բարի աշխատանքային գործընթաց, ինձ որպես քաղաքացի նաեւ հարցը առաջանում չէ ինձ մոտ, ինչու դուք այդ ժամանակ չէիք խոսում այդ բանի մասին եւ հանդիպումների ու հեռախոսազրույցների մասին մեր պնդումները, այսինքն մեր հարցերը որակվեցին Բագրատ Միկոյանի կողմից որպես կեղծ սուտ պնդումներ, հա, մնացածը սուտ պնդումներ են։ Այն հարցին, որ արդեն նոր հասունացավ, թե եթե հանդիպումների եւ հեռախոսազրույցների մասին պնդումները կեղծ են, որոնք պնդումներ չէին, հարցի ձևակերպմամբ եմ ես դա տվել, հա, ուզում եմ որտեվ իմանամ դա ճիշտ է թե ճիշտ չի, ձեր թիմակից ասում որ Արմեն Սարգսյանը բրիտանական ագենտ է, եկել էր Արցախ հանձնել, ինչ է քննարկել նրա հետ հանդիպելիս, երբ արդեն շնորհավորական ուղերձի, հա, երկրորդ նախագահի Արմեն Սարգսյանը շնորհավորելու մասին մենք խոսեցինք, պատասխան այլևս չստացանք, հա։ Այ սենց թեզեր կան, օրինակ տեսեք Բագրատ Միկոյանը ասում է, որ տեսեք բացահայտվեց ակնհայտ նիկոլական նարատիվները բերում է TV5-ի եթեր եւ հանրությանը ներկայացում է որպես իրականություն, հա, տեսեք ասում է պղնձան մոլիբդենային նրանց փայը մատնանշելով Միքայել Մինասյանին, հա, եւ այլ մարդկանց, դրանից 2 օր անց հմեկը ռեպորտաժով հանդես է գալիս, ասում է ամբողջությամբ նույն բառակապակցությունը, ինչ ասում է Բագրատ Միկոյանը։ Հենց սրա մասին ես սա նկատի ունեի, հա, որ գործող իշխանության, տեսեք, գործող իշխանության քարոզչական թեզերը եւ իրենց քարոզչական թեզերը ըստ էության համընկնում են, որ այսպես ասած ընդդիմադիր մեդիան հարձակվում է հանրապետական կուսակցության վրա եւ մենք տեսնում ենք, որ նաեւ հարձակվում է առաջին ալիքը իշխանական բացառիկ մեդիա։ Տեսեք, մի քանի կարևոր շեշտադրում անենք։ Թիրախը մեկն է իրենց։ Նախ օրերս ուզում եմ նշել, որ 3 Արմեն Աշոտյան եւս 3 ամսով կանոնավորեցին, տանային կալանքը երկարաձգեցին, հա, մենք մեր ամենաբարձր մակարդակով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վրա կան հարուցված քրեական գործեր, մեր բոլորի վրա ինչ որ հատվածներում կան քրեական գործեր հարուցված, հա։ Այդ մարդկանց ովքեր այսօր գրում են մեր հետ կապված ինչ որ բաներ, հանրապետականի դուք եք։ Այդ եմ ասում, մեր վրա որ կարակում են բան, մենք իրանց երբեք չենք տեսել այդտեղ, հա, մենք դրա համար ուղղակի ծիծաղելի է իրանց պնդումները, երբ որ մեզ սպեցնազը գալիս էր մեր տներից տանում էր, երբ որ մեր վրա քանիցս կրակում էին, հա, մենք այդ մարդկանց չենք տեսել եւ պայքարի խրամատում նրանք չեն եղել, հա։ Կան մարդիկ, ովքեր որ եղել են մեր կողքին, դա պետք է դա ասել, հա, անդիմադիր հատվածից շատ մարդիկ կան, ովքեր նաեւ երկրորդ նախագահի աջակիցներից կան մարդիկ, ովքեր որ եղել են մեր կողքին, բայց այդ մարդիկ չեն մտնում այս խոսույթի մեջ, անկեղծ եմ ասում, հա, որովհետեւ իրանք իրականությունը գիտեն 2018 թվականի այն իրականությունը, որի մասին փորձում են Թևանյան անդոներով խեղաթյուրել իրավիճակը եւ այլ իրավիճակ ներկայացնել, հա, տեսեք։ Կա մի քանի իրականություն։ 2018 թվականին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը աջակցությամբ հանդես չի եկել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ հանրապետական կուսակցության, ասելով որ աղետալի հետևանքներ կունենա Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։ Շատ ու շատ այսօրվա երկրորդ նախագահի թիմակիցներ, գործող թիմակիցներ Նիկոլին բերելու գործընթացի մեջ ունեցել են անկյունակարային նշանակություն, բացահայտ Թևանյան Անդրանիկը հերկի է։ Հիմա նայեք, նաև հարցը չի առաջանում այդ օրերին ինչու էր հերկուսը ծառայում Նիկոլ Փաշինյանին գովերքող Թևանյան Անդոյի քարոզով, հա, հարցը չի առաջանում։ Դե թող այդ հարցերին նրանք պատասխանեն։ Տարիներ շարունակ 7 օր եմ կայքով ինչեր անում։ Նաև տեսեք, նաև իրանք բաց է եղել, հա, քննարկում, ասել են դուք ձեր վարչապետի տեխնացուին առաջադրեք, ով է ուզում։ Ինչի չեն առաջադրել վարչապետի տեխնացու, որ հիմա մեզ ասեն գիտեք ինչ կա, մենք Ֆիդանյան Դավիթին առաջադրել ենք վարչապետի տեխնացու, դուք տվել եք իշխանությունը Նիկոլին։ Չեն առաջադրել, չեն սատարել, դեմ չեն գնացել Նիկոլին եւ չեն ամբոստացել, հա։ Սա ֆիքսում ենք։ Հրապարակումը եղել են։ Այո, սա ֆիքսում ենք, որ հրապարակային պատժերշկա են արել, հա, հրապարակային սատարել են, սա ֆիքսում ենք, հա։
չեմ կապ չունի ով ա եղել հրապարակում եւ այլն, այդ այլ հարց է, այո, անձերից վերանանք եւ ընդհանրապես այդ կարմիր գծերը մենք որ պահում ենք ընտանիքի անդամներին, ընտանիք չմտնելու ամոթ է այն մարդկանց, ովքեր որ չեն պահում անձնական վիրավորանքների դաշտ են մտնում ու սկսում են սրա նրա բարեկամներին կամ ընտանիքի անդամներին թիրախավորել, դա տղամարդկային չի էլի, ամոթ է տենց են անում։ Չէ, խոսում ենք զուտ երևույթի մասին։ Այո, ես ցավում եմ տենց որակումներ տվող մարդկանց համար, դա սննք քաղաքական միտք ունեցող մարդիկ են։ Ըստ էության գալիս է այլ հատվածը, հա, այս թեզը, որը հարգելի Աղվան Վարդանյանը իր կարդացած տեքստի մեջ խոսում էր, հա, եւ ոչ միայն, նաեւ Ագնեսը Խամոյանն էր խոսում։ Դա գոնե բովանդակային էր։ Ըստ էության ես պետքա չհամաձայնեմ եւ փաստարկված ներկայացնեմ իմ անհամաձայնությունը, հա։ Տեսեք, Աղվան Վարդանյանը եւ հարգելի Ագնեսը Խամոյանը եւ այլ մարդիկ ասում են, որ լավ, եթե Նիկոլին դուք չեք բերել, գոնե ուրեմն ձեր վատ կառավարման արդյունքն է Նիկոլ Փաշինյանը, հա։ Տեսեք, նախ Աղվան Վարդանյանը հայտնի է մեզ եղել, որպես մարդ, ով Նիկոլին դեմ է քվեարկել, այդ եւ դաշնակցությունից են նրան հեռացրել եւ այլն, այդպես ընդհանուր առմամբ իր հանդեպ միշտ հարգանք ենք ունեցել եւ տենց ենք իրան վերաբերվել կամ հիմա էլ ես արձագանքում եմ էլի քաղաքական նոտայով, հա, այսինքն քաղաքական նկատառումներից ելնելով։ Աղվան Վարդանյանը 2018 թվականի մայիսի 17-ին ներկայացել է որպես падգամավոր, որպես ֆրակցիայի քարտուղար, ում վարչապետի տեխնացուն եղել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հիմա հարց առաջին. Եթե մեր կառավարումը անարդյունավետ էր, ինչի էիք դուք անձամբ Աղվան Վարդանյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրում որպես անձամբ ձեր վարչապետի տեխնացու։ Ինչի անժամանակ չեք ասում։ Դա մեկ։ Եվ երկրորդը, Աղվան Վարդանյանը նաև եղել է ՀՀԿ իշխանության ներսի նախարար։ Նախարարական պորտֆել է ունեցել Աղվան Վարդանյանը եւ ՀՀԿ իշխանության օրոք։ Հիմա հարցս առաջանում է այս անկյունից, հա, այսինքն եթե մարդը խոսում է ինքնակնդատությամբ, այսինքն եթե օրինակ նա ասեր, որ նաև ես եմ եղել այդ կառավարման անդամ, թիմակից, ներկայացուցիչ եւ մենք վատ ենք կառավարել եւ մեր ընդհանուր թերացումն է նիկոլիզմի գոյացումը, դա այլ կոնտեքստ է, բայց մեղադրելը նախագահ Սարգսյանին նրանում, որ նա եղել է վատ կառավարիչ, այն մարդուն, ով այդ թիմի անդամ է եղել եւ լռել է ու նախարար է եղել, դա իմ համար առնվազն հարցեր են առաջանում, որոնց պատասխանը ես չեմ կարողանում գտնել, հա։ Սա ուզում եմ ֆիքսեմ եւ անցնենք առաջ այլ հատվածներով, հա։ Ներողություն, մեկ հավելում իրականացնեմ մեր հեռուստադիտողների համար, հա։ Հանրապետական կուսակցությունը, ես հիշում եմ, թե Արմեն Աշոտյանը, թե Բարսաշյան այլ դերակատարներ բազմաթիվ անգամ են ասել, որ օքեյ, մենք ընդունում ենք, որ սխալներ եղել են։ Այդ հարցում որևէ այսպես ասած խնդիր չկա։ Բայց ինչ որ մեկը ասում է, որ մենք իդեալական ենք եղել։ Մեր կուսակցության նախագահան, հենց դա եմ ասում, Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեր համագումարին իր ծավալուն ելույթի մեջ մանրակրկիտ անդրադարձ է կատարել բոլոր քայլերին, հա։ Եվ այդ քայլերի մեջ սենց ֆունդամենտալ կարճ հատված կարող եմ բերել, ֆունդամենտալ նշանակություն ունեցող այն ուղղությամբ, որ նախագահան ասում է, որ պետք չի ինձ վերագրել ձեր սեփական սխալները, ես ձեզ չեմ ստիպել ընտրել ամենաբարձր զռացողին, էշի ճակատը մտնել, պաչել։ Ես ձեզ չեմ ստիպել, չէ, մենք չենք ստիպել, չէ, որ 2018 թվականին քաղաքական դերակատարները գնան, ժողովրդի մասով բան չկա ասելու, հասկանում եք, ժողովուրդը խաբվել է, մարդիկ գնացել են վարդագույն ապագային խոստացել եւ այլն, բայց մենք այսօր տեսնում ենք, որ խոսում են մարդիկ, ովքեր որ ուղիղ Նիկոլին բերելու մեջ իրանց լուրջ ներդրում ունեն, հասկանում եք, դա Բորիս Մուրազիներն են, դա Թևանյան Անդրանիկներն են, եթե տեսնում եք մենք մեր խոսույթում որևէ վիրավորական, որևէ ինչ որ
մանիպուլյացիա չենք իրականացնում, հա, չենք օգտագործում այդ հատվածները, բայց այս մարդիկ օրը 24 ժամ, տարիներ շարունակ, դա նոր չի, տարիներ շարունակ օգտագործել են կեղծ թեզեր, որ սկսել են գեներացնել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետականները, որ ասելով, որ իրանք են բերել, իրանք են պահում, իրանք են, չգիտեմ ինչ, հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ որ թուրիմացությամբ հանդես եկել գրառման տեսքով, ասում են, որ տեսեք, ինչքան պետք է մարդու ենթագիտակցությունն ու գիտակցությունը պետք է ախտահարված լինի, որ նա մտածի, որ Նիկոլ Փաշինյանը ինադու մենք Նիկոլ Փաշինյանին ասել ենք, որ Նիկոլ Փաշինյանը ստատուս գրի, որ մարդկանց մեջ ընկալում լինի, որ նա անդրադարձել է երկրորդ եւ երրորդ նախագահներին, որ դա նշանակում է, որ ուրեմն իրանք իրար հետ ուզում են Նիկոլին են ցույց տա, որ չէ, իրանք իրար հետ են առանձին չեն։ Ախր ում համար է հարց, որ լավ տեսեք, եթե մենք գնանք հայրենիքի փրկության շարժումից սկսած, մինչև բոլոր գործընթացներ, հա, դիմադրության շարժում, Արցախի հանձնման այդ սեպտեմբերյան դեպքերի ժամանակահատվածում, երբ որ մենք փողոցում ենք Բագրատ Սրբազանի, այդ Սրբազան պայքար կոչված փողոցային գործընթացը, մենք բոլոր հատվածներում, եթե մենք միասնական ենք եղել, մի թիմ ենք եղել, հա, դիմադրության շարժման ժամանակ մենք խենք մի պալատկեքում նստում, իրանք ուրիշ պալատկեքում նստում, էլի։ Ինչի համար էր բաժանված ակցիաները, դերակատարների կոնկրետ եւ հանրապետականները անում էին այն ինչ որ իրանց ասում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այլ կուսակցություններ անում էին ինձ, ոնց որ ասում են իրաց կուսակցական ղեկավարությունը, հա, սա կեղծ թեզ է, նորից եմ ասում, մենք չենք էլ ուզում նմանվենք կամ միանանք, հասկանում եք, մենք կուսակցություն ենք, ով իր առանձին ճանապարհը ունի եւ նախագահան բազմիցս ասել է, եւս մեկ անգամ ուզում եմ կրկնել, մենք պահում ենք նախագահի գլխավորությամբ այն խրամատը, որը պահում է հայոց պետականությունը։ Դրա համար է ծնվում այն գաղափարները, որ մեզ ասում են դուք ասացիք, հետո մասնակցեցիք ընտրության, դուք կմասնակցեք, թե չեք մասնակցի։ Մենք ասում ենք, որ մենք քաղաքական կուսակցություն ենք եւ մասնակցել ենք ու մասնակցելու ենք բոլոր քաղաքական գործողություններին եւ գործընթացներին, որոնք միտված են Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Դա կլինի ընտրություն, փողոցային պայքար, թե կապ չունի, բայց մենք ասում ենք, որ մեր համար առաջնային չի այսօր խոսալ 26 թվականի ընտրությունների մասին, եթե հնարավորություններ կա չօգտագործենք այդ հնարավորությունները, աչքերներս փակենք, սպասենք, տեսնենք 26 թվականին, չէ, եթե հնարավորություններ լինի, պարոն Ֆիդանյան ջան, մենք ինչի այդ հնարավորությունները չօգտագործենք եւ ինչի մենք մեր տեսլականը դնենք 26 թիվը, հա, որովհետեւ ինչպես դուք տեսել եք, բազմիցս հնարավորություններ եղան, հիմա լավ վատ օգտագործել ենք։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Հիկմեթ Հաջիևը ըստ էության ուղիղ դրեց երկրորդ եւ երրորդ նախագահների արտանձնման հարցը։ Տեսեք, շատ կարևոր մի հատ sense տարբերություն կա, հա։ Եթե դուք տեսել եք, մենք երբեք մեղադրանքների ու այդ կեղծ թեզերի շրջանառման գործընթացի մեջ հանրապետականները ներգրավվածություն չեն ունեցել երկրորդ նախագահի կողքը, երբ որ հանրապետականը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կանգնեց, երբ որ նրան բանտարկել են, այսօրվա մեղադրողների մի ստվար զանգված, ովքեր այսօր երկրորդ նախագահի կողքն են հանգրվանել, հա, Նիկոլ Փաշինյանն էին այդ ժամանակ սատարում, երբ որ նախագահ Քոչարյանը նստած էր բանտում։ Երբ որ իմ եւ Հայկ Մամիջանյանի նկարը դատարանի առաջ, որ մենք փողոց էինք փակել աջակցություն երկրորդ նախագահի, գցում էին գրում էին Քոչարյանականները փակեցին փողոցը, այդ ժամանակ այդ մարդիկ չէին ասում, որ մենք Նիկոլին բերել ենք, էլի։ Հիմա այո, աշխարհակաղակական զարգացումները փոխվում են, ինչ որ Հայաստանի մասով էլ փոփոխություններ կան, դա ակնհայտ է, եւ այո, ինչ որ ընդդիմադիր դիրքավորում է, հա, գնում հիմա։ Տեսեք, մեր դիրքորոշումները տարբեր են շատ հարցերում, ու դա նորմալ է։ Ես նորից եմ ասում, պետք չի տենց ինչ որ լիրիկական զեղումներ սարքել քաղաքական գործընթացներից։ Սա քաղաքականությունն է, ուղղակի պետք քաղաքականության մեջ կա տղամարդկության կանոններ, հա, տղամարդկային մոտեցումներ, այո, կարմիր գծեր, որոնք որ մենք չենք անցել, եւ եթե այդ կարմիր գծերը անցնեն, 10 անգամ ավել նրանք կստանան այդ կարմիր գծերից ավել պատասխան։ Մենք կոչ ենք անում, կոչ ենք արել, ասում ենք տղեկ, դուք առանձին քաղաքական միավորում եք, մենք առանձին քաղաքական կուսակցություն ենք։ Դուք ձեր ճանապարհով գնացեք, մենք մեր ճանապարհով գնանք եւ Աշոտյանը, այո, իր խոսքում ասաց, որ կարելի էր ավելի հանգիստ բաժանվել,
բայց ոչ թե բաժանվել, որտեղ մենք միաձուլված ենք եղել, այլ բաժանվել տարբեր ուղղություններով գնալու նպատակով։ Հիմա իրանք օրինակ գնում են մի ուղղությամբ, մենք գնում ենք մի ուղղությամբ։ Հանրապետական կուսակցությունը պահպանողական կուսակցություն է, իրանք ես չգիտեմ ինչ աշխարհակաղակական մոտեցում ունեցող քաղաքական թիմ են, ես չեմ իմանում, հա։ Հիմա իրանք պահպանողական չեն, իրանք ինչ արժեքներ են, հա, քաղաքական առումով ворթեգրել, մենք դա չգիտենք։ Հիմա իրանք թող իրանք քարոզարշավներով, իրանք քաղաքական գործընթացներով գնան, իրանք պահպանողական հանրապետականներ չեն եղել եւ չեն պահպանողական կոնսերվատիզմ պարունակող կուսակցությունը, ով կիսում է Նժդեհյան գաղափարախոսությունը եւ իր գաղափարախոսական հենքում ունի Նժդեհին, այդ կուսակցությունը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցությունն է։ Մնացածը թե ինչ են քարոզում, ինչ են ուզում, դա չի նշանակում, որ մենք 3 անգամ իրար հետ փողոց ենք փակել կամ փողոցային գործընթացներ ենք արել, ուրեմն մենք միաձուլված ենք եղել։ Բայց երբ որ մենք միասնական քայլեր ձեռնարկել ենք, անազնիվ է այսօր մեզ մեղադրել Նիկոլին բերելու կամ ինչ-որ այլ բանի մեջ, երբ որ մեր այդ սեղանի շուրջ նստած են եղել ու դրա մասին չեն խոսացել։ Իսկ երբ որ մենք ասում ենք Բորիս Մուրազիները խեն խոսում, ասում են իրանք մեր հետ դե կապ չունեն, լրագրող են, բանան, տենց խոսում են։ Խոսքը մեր ասածը դրա մասին է։ Տղեկ, եկեք ճիշտ ու սխալը չկորցնենք քաղաքականության մեջ, հա, որովհետև կա օբյեկտիվ իրականություն, եւ օբյեկտիվ իրականությունը կայանում է անում, որ աշխարհում Ֆիդայյան ջան, դու շատ լավ գիտես քաղաքականությունը եւ մենք շատ տարբեր հետաքրքիր զրույցներ ենք իրար հետ ունենում կադրից դուրս, հա, աշխարհում սորոսական 30 Սորոսի կողմից ֆինանսավորվող եղել է 30 գունավոր հեղափոխություն, այսինքն իրանց լոգիկայով 30 երկրում Սերժ Սարգսյանը հեղափոխություն է իրականացրել։ Հասկացանք, հիմա ասենք, որ Քենեդին է մենք ենք ճանապարհել, ես Մելիքյան Ռուբենի գրառման տակ մեկնաբանություն եմ գրել, այո, կասեն շուտով, որ հանրապետականներն են ճամփել Քենեդիին։ Հասկացանք, 30 երկրում եղել է գունավոր հեղափոխություն, հեղաշրջում, ոնց բացատրենք, այսինքն այդ բոլոր երկրի այդ ժամանակվա ղեկավարներն են բերել են մարդկանց, ովքեր իրանց իշխանությունը իրանցից վերցրել են, դա ուղղակի քաղաքականապես չհասունացած եւ քաղաքականապես նորից եմ ասում սննկ գաղափարախոսությունն է, որը չի կարա հակադարձության չարժանանա այն ժամանակահատվածում, երբ որ մեզ վրա արդեն դա փաթաթում են, եւ որ դա որպես կարծիք ասում են դե լավ, հիմա մեծ հաշվով քաղաքական գործընթացա, իրանք իրանց գործն է, ինչ ուզում են թող խոսան, քաղաքական կարծիք են հայտնում, թող հայտնեն, բայց երբ որ դա արդեն փաթաթում են քո վրա, որ դու կամ պետք է ընդունես, կամ պետք է չընդունես այդ բանը, հասկանում եք, դա արդեն աբսուրդի ժանրից է։ Շատ լավ, ամփոփելով եւս մեկ հարց տամ։ Պատուհասը Գյումրիում հերթական հիստերիկ ելույթ ունեցավ, նաև հիշատակելով երրորդ նախագահի Միքայել Մինասյանին։ Շատերի դիտարկմամբ Փաշինյանը հասկանալով իր վարկանիշի սարսափելի վիճակը փորձ է անում հասարակության առջև խաղարկել նախկինների թեզը, հա, թալան, նախկիններ եւ այլն եւ այլն։ Ինչ վիճակում է ձեզ նա գտնվում եւ ինչ զարգացումներ կարող ենք սպասել, պարոն Դանիելյան։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանությունը գահավիժում են այսօր, դրա մասին խոսում եմ Գյումրում անատամ ելույթները նրա եւ ընդհանրապես մեր գյումրեցիների վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի մասին, ըստ էության Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ոչ թե գյումրեցիների, այլ Գյումրիում ԿՊԱ-ականների հետ, այո, որովհետեւ գյումրեցիները ցանկություն չեն հայտնել հանդիպել նրա հետ։ Տեսեք, դրան գումարվում է նաեւ, որ ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը այնքան է ցածրացել, հա, քաղաքականապես այնքան է ցածր իր մեջ անցալումը թեկուս հենց իր մասին, որ ընդամենը կոշիկի մասին խոսակցության ժամանակ ինքը իր կեղտոտ ճմրթած այդ ինչ որ ֆեյք ներկայացվող կոշիկները նկարում դնում է իր պատին, գրում է էսա։ Նախ ամոթ է, որ դու իմ երկրի ազգային ժողովի նախագահն ես ու փորձում ես զեյնակոշիկ, ֆեյք զեյնակոշիկ հագնես, որ նայեն, որ դու զեյնակոշիկ ես հագի եւ դա 40,000 դրամ ես տվել կամ դրամը կապ չունի։ Եթե այդքան դու
Հայաստանի Հանրապետությունը այդքան շատ է սիրում, հայկական բրենդներ հակի, լիքը լավ կոշիկներ ունենք, հայկական լավ կաշվից կարած, շատ ու շատ, հա, գնացեք հայկական կոշիկներ հակեք, ոչ թե fake զեյնաներ հակեք, ամոթ հա, որ դուք, այսինքն ուզում ես ասես, որ դու կարաս $170,000 ավտո ունենաս, ինչու՞ մատ զեյնա կոշիկ չես կարող հակնել, ում ես էշի տեղ դրել էլի, այսինքն այդ շեշտադրումներով, դա մեկ, բայց այն ժամանակ իրանց լեկտիվությունը այնքան մեծ էր, ինքը կարող է միամիտ իր ձորախբյուրի նոր սարքած տունն է գցել, ասել համես կոշիկ ունեմ, համես ունեմ, ինչ կա։ Իսկ հիմա ինքը իր մաշած երևի ինչ որ օկնականներից բանից կոշիկները վերցրել են, նկարել են որպես սեփական, այո, սեփական կոշիկները որպես ներկայացնեն, որովհետև Նիկոլ Փաշինյանն էլ մարդ ամանգալում նստսնի, որ բացի այն թալանչիներից, ովքեր որ գոյություն չունեին, որովհետև օրինակ մեզ ասում էին թալանչի, տենց էլ չտեսանք ինչ ենք թալան է, բայց իրանց մեջ օկան թալանչիներ, չէ՞, այսօր նայում ես, որ Ավինյան Տիգրանի բարեկամները 500,000 լավ թո 5-ատ ունենան, բայց թո չթալանեին ունենան, թո մարդը իր քրդինքով աշխատի, թո $2 միլիոն է մաղթում բոլորին այդ տները։ Մենք չենք մտնում այդ բանի մեջ, հա, էսի տուն ունի, էսի ավտո ունի, թո ունը քաղաքացու չգողանան, Ֆիդանյան ջան, բայց գողացել են, չէ՞, փաստորեն, որովհետև եկել են PV բուտքում պարտքով, այսօր $500,000 տաներ են իրանց համար սարքել, իրանց բարեկամների անուններով այդ միլիոնավոր դրամները կամ միլիարդավոր դրամները կամ միլիոնավոր դոլարները ունեն։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի քաղաքական գահավիժումը արդեն էականորեն մոտենում է Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացի ժամանակահատվածի այդ ավարտական ակտը։ Թե դա կլինի փողոցային պայքարով, թե ընտրություններով, թե արտահերթով, թե հերթականով, դա երկրորդական խնդիր է։ Առաջնային խնդիրը կայանում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական այդ լիբերալ արժեքները կրող հենասյունը խալխլվել է եւ այն տիպի է խալխլվել, որ իրանց հազիվ են կարողանում աշխարհակաղակական առումով դեռ պահեն, որ մի հատ էլ պահեն Հայաստանը եւ այլ հատվածներ, որտեղ որ իրանք ներդրում էին Նիկոլ Փաշինյանի տեսքով, հա։ Իոնիսյան Դանիելը օրինակ դրամահավաք է։ Իոնիսյան Դանիելը դրամահավաք է անում, Արման Բաբաջանյանը Ռուսաստանի դեսպանին դնում է իր պատին առողջությունը մաղթում։ Եւ սա խնդիրներ են, որոնց մասին որ մենք բարձրաձայնել ենք, բայց հիմա ֆիքսում ենք, հա։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում իշխանության փոփոխության հնարավորությունը ակնհայտ է, այո, Գյումրիում դրությունները կարող են լինել դրա լոկոմոտիվը, հա, որ Գյումրիում Նիկոլ Փաշինյանը կարող է պարտվել եւ այդտեղից սկսի նրա գահավիժման գործընթացը ավելի արագ ընթացք ստանալ։ Տեսեք, նաեւ շատ հատկանշական է նշել, որ Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը միասնական զորավարժություններ են անցկացնում, որը խոսում է նոր աշխարհակարգի եւ նոր մեծ բևեռի, նոր երանգյունի ձևավորելու մասին։ Եվ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերականգնի իր հարաբերությունները իր դաշնակից Ռուսաստանի հետ, նոր ձևաչափ մտածի Իրանի եւ Չինաստանի հետ համագործակցության, որպեսզի այդ երանգյունը մեջ լինի, բայց չմոռանալով արևմտյան գործընկերներին, այսինքն եվրոպական եւ ամերիկյան այն գործընթացները, որոնք մենք ունեցել ենք մինչեւ 2018 թվականներ, ուզում եմ հիշեցնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները միակ երկիրն են եղել մինչեւ 2019 թվականը, որ ուղիղ ֆինանսավորել են Արցախը։ Դա ճիշտ քաղաքականության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ քաղաքականության արդյունքում է այդ մեր բազմավեկտոր քաղաքականությունը եւ պետքա վերադառնանք բազմավեկտոր քաղաքականության, որը Հայաստանի Հանրապետությունը կբերի նոր ավելի լավ զարգացումների։ Իսկ Նիկոլ Փաշինյանի այս գործընթացները պետք է ամեն դեպքում մենք կարողանանք ժողովրդի եւ ազգային ուժերի միասնականություն ձևավորենք եւ ես վստահ եմ, որ մենք դա անելու ենք։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Հանրապետական կուսակցության երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիկ Դանիելյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։